Ոգեշնոր և արժանապատիվ ոգևոր եղբայրներ, հարգարժան Հովիտաբյուրոյի ներկայացուցիչ, անդամ Կենտրոնական կոմիտեի, տեղական կոմիտեի, անդամներ, ներկայացուցիչներ, միությանց և կազմակերպությանց ներկայացուցիչներ, քաղաքական թեմքեր, Դաշնակցության մեծ ընտանիքի անդամներ և հավատավոր հայորդիներ։ Այսօր այս սրահի մեջ մենք համախմբված ենք տոնելու տարեդարձը ոչ անձի, այլ կազմակերպությանը, որ կգոչվի հայ հեղափոխական դաշնակցություն, որ ոչ երեխա է և ոչ ալ ծեր է, այլ հասուն է իր գիտակցությամբ, իր պայքարով, իր առաքելությամբ, իր նվիրումով։ Դակավին 1891 թվականին մեկ տարեկան էր, այսօր 2026 թվականին 135 տարեկան է։ Դաշնակցությունը, ինչպես բոլոր կուսակցությունները, ծնավ մեր ժողովրդի ծոցեն, նույն մեր ժողովրդին համար, մեր ժողովրդի քերակույն շահերու ապահովման համար, մեր ժողովրդի անկախության, մեր ժողովրդի ազատության, մեր ժողովրդի արժանապատվության համար ծնավ, որպեսզի դեր կանգնի, զորավիտ կանգնի, պայքարի և նվիրումի դաշտ բանա մեր ժողովրդի անժամանցելի իրավունքներու ձեռքբերման համար։ Ամյակները սիրելիներ, ինչպես քիչ առաջ բյուրոյի ներկայացուցիչ իր խոսքի մեջ ասավ, արիթ է հաշվետվության, հաշվեկնության և սկանչելի կերպով ներկայացուց այսօրվան իրավիճակը մեր ժողովրդի, հայրենիքի, Հայաստանի և քալիք տագնապներն ու վտանգները մեր դիմաց։ Կարծեք, դակավին 3 էր, ես անցյալները կընթերցեի 70 տարի առաջ, 1955 թվականին Բեյրութի մեջ, Ռիվոլի սրահի մեջ, անոնք որոնք Լիբանանը կճանշտան կամ լիբանանցի են, գիտեն այդ օրերում ինչ կնշանակե Ռիվոլի և այդ սրահը և Լիբանանի լավագույն այդ օրերում։ Դաշնակցության տոնակատարության Թրոն իր պատման խոսքի մեջ հետևյալը գսե. այնքան ադեմ, որ մեր ժողովուրդը բռնակրաված հողեր ունի, մեր ժողովուրդը իրավունքներ ունի ձեռք բերելու, այնքան ադեմ, որ դակավին անկախություն չունի, մեր հողերը քրավված են, մեր արժանապատվությունը ոտնագողված է, դաշնակցությունը պիտի շարունակե իր պայքարը մինչև որ հայը վերադառնա իր տակուկ փույնը։ Եվ այլևս հայում պետք է ղեկավարե, եւ ոչ թե անգլիացին, ոչ թե ամերիկացին, ոչ թե ռուսը եւ ոչ թե թուրքը, այլ հայը պետք է ղեկավարե եւ հայը պետք է դառնա իր ազատության, անկախության տերը։ Կարծեք, այս խոսքերը դակավին աշնիական են, նույն ներկայացությունը
ինչ փոխված է։ Քիչ առաջ ներկայացուց այսօրվա կացությունը անցնող 8 տարիներու այսօրվա Հայաստանի իշխանության քաղաքականությունը վարած զիջում, բարդողականություն, Արցախը չունենք ու ոչ միայն Արցախը չունենք, այլ նաև Արցախի հարց գոյություն չունենք։ Ինչ կնշանակե Արցախի հարց գոյություն չունի, ինչ կնշանակե քերիներու ազատություն գոյություն չունի, ինչ կնշանակե մեր մշակութային գոտողներու պաշտպանության եւ պահպանության խնդիր գոյություն չունի։ Եվ պետք է լռել, պետք է խոսիլ, պետք է ընդունել, պետք է հետևել։ Այս է մեր ժողովրդի հայու արժանապատվությունը, այսպիսի հայ գոյություն չունի ու պետք չէ ունենա, ինչպես երեկ, այսօր եւ վաղը։ Մեր ժողովուրդը, եթե գիտակից է, որ ինք ազատ ապրելու իրավունք ունի, իր հողին վրա, անվտանգության պաշտպանված խնդիր, Արցախի խնդիր, Արևմտյան Հայաստանի խնդիր, հողայի խնդիր եւ իրավունքներու ցերբերման խնդիր չի գտնար անդարբեր մնալ ու չի գտնար լուր գնալ։ Եկեղեցին պետք է լարեցնել։ Կուսակցություններ, ընդդիմադիրներ պետք է լարեցնել։ ազգային թիմակիցը վերացնել, ինչ որ մեր ինքնուրույն թիմակիցն է, հայկականը, պատվականը, արժանապատիվը վերցնել, ինչու թշնամիին հաջելի ըլլալ, երջագետյան խաղաղությունը ապահովել, այս է մեր ժողովրդի վարդանանց ոգիի, սարդարավադի ոգին, մեր նահատակներու ոգին, դաշնակցությունը այնպիսի դպրոց եղած է, ուր զոհաբերություն և նվիրում սորվեցուցած է։ Եվ այդ զոհաբերությունը, նվիրումը ոչ թե պայքարը, ոչ թե մելանով կրված, այլ արյամբ կրված է։ Մեր նահատակներուն, մեր հերոսներուն, անոնք, որոնք քաղաքապարախոսության, հայրենիքի ազատության, մեր ժողովրդի իրավունքներու ցերբերման, մեր եկեղեցվո պաշտպանության համար իրենց անձերը նվիրած են, զոհած են, իրենց կյանքը տված են հանուն ընդհանուրին, հանուն հավաքականին, հանուն Հայաստանին, հանուն մեր արժանապատվության, հանուն վաղվան մեր բոլոր սերունդներուն, այսպես այս ոգիով թրծած ու այս ոգիով շարունակած են թրծել, որպեսզի մեր հավաքական պայքարը շարունակենք։ Հետևաբար, այսօր ինչպես ասվեցավ, տագնապներով հղի շրջան մգավրինք։ Հայաստանի շուրջ տարածաշրջանը տագնապներով լեցուն է, ինչպես գլսենք այս օրերում։ Այս բոլորը ի նպաստ Հայաստանին չէ, եւ այս բոլորին դիմաց եթե մենք բարդողական եւ հանցնելու քաղաքականությունը վարենք, արդեն մենք գոյություն չունենք եւ գոյություն չենք կրնալ ունենալ եւ այնքան ադեն որ մենք շարունակենք այս քաղաքականությունը։ Հետեւաբար զարթիր լավո թող բացվին մեր ժողովրդի աչքերը տեսնելու, լսելու եւ որոշելու։ Եթե դաշնակցությունը եւ ընդդիմադիրները բոլորը միասնական ուժ Հայաստան ըսպյուրք եւ փորձեցին բարակտել Հայաստանը ըսպյուրքը հերացնել Հայաստանին, Արցախը միշտ վերացնել, այսպիսով մենք մեր քերեզմանն է որ կփորենք, ինքնասպանություն է որ կկատարենք։ Հետևաբար, արթնանք որպես ժողովուրդ,
տեսնելու դժվարությունը, սուդի գեղձիկի վրա պետականություն կարելի չէ ստեղծել, ոչ էլ պահպանել անվտանգությունը մեր երկրի սահմաններում։ Միանանք, միասնական դառնանք եւ կարենանք խոսիլ, պայքարիլ հանուն դժվարության, պայքարիլ հանուն ազատության, իրական ազատության եւ անկախության, հանուն մեր հողերու իրավունքներու ցերկերման եւ մեր ժողովրդի արդար եւ հաղթական քոյերքին։ Այս պետք է լա մեր ժողովրդի գեցվածքը Հայաստանի մեջ, թե Հայաստանեն դուրս։ Միագամ եւ միասնական գեցվածքով հանուն ազատ անկախ ամբողջական Հայաստանին, հանուն Արցախի մեր ժողովրդի գերակար, հանուն մեր ինքնություն, հանուն մեր ժողովրդի պաշտպանության, հանուն մեր ժողովրդի հարաբերական խորհրդման, պայքար եւ պայքար ժամանակ, այսպես կնո մեր ժողովուրդը հաղթանակ քարել ու շարունակել քարել, բասն մեր ժողովրդի արդար քննության։ Շնորհավոր բարեկամներ, հայ հեղափոխական պաշտպանություն։